Ես առողջ եմ սնվում, բայց չի ստացվում նիհարել, ինչն է պատճառը։ Երբեք քաշի խնդիր չեմ ունեցել, բայց վերջի տարիներում քաշս բարձրացել է ու ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել ավելորդ կիլոգրամներից ու եթե ստացվում է, հետո այդ կիլոգրամները նորից հետ են գալիս ու քաշը անդադար տատանվում է, ինչ անել այդ դեպքում։ Հիմա ես ձեզ 3 հատ հարց կտամ, դուք կոմենտներում, եթե ցանկանում եք, պատասխանեք եւ ստացեք անվճար խորհրդատվություն իմ կողմից։ Առաջի հարցը. ինչքան ջուր եք խմում օրվա ընթացքում։ Եթե երբեք չեք չափել, մի ասեք մի լիտր խմում կամ մի 2 լիտր խմում եմ, ոչ, վերցրեք ու 3 օր իրար հետևից չափեք հստակ ջրի քանակը, ինչը համարվում է ջուր։ Ջուր, մեկ էլ բուսական թեյեր, սուրճը չի համարվում, չենք հաշվում որպես ջուր եւ գրեք այդ տիպը, հետաքրքիր է, ինչքան փաստացի ջուր եք խմում։ Երկրորդ հարցը, արդյոք ամեն օր կատարում եք բավական ֆիզիկական ակտիվություն, ինչքան եք մենք փաստացի քայլում, կարող եք հեռախոսի միջոցով կամ հատուկ ժամացույցի կամ քայլաչափի միջոցով հաշվել հստակ թիվը, քանի հազար քայլ կատարում եք ամեն օր։ Եթե այդ թիվը 5000-ից ցածր է, ուրեմն ձեր ֆիզիկական ակտիվությունը շատ ցածր է։ Բայց եթե եղել է դրանից առաջ էլ ավելի քիչ, հասցրեք 5000-ին, հետո աստիճանաբար բարձրացրեք։ Չափեք ձեր քայլերը, հաշվեք քայլերը եւ գրեք կոմենտներում ինչքան եք քայլում։ Եվ երրորդ հարցը, արդյոք դուք նախաճաշում եք, թե ոչ ու որն է ձեր նախաճաշը։ Խոսքը չի գնում մեկ օրվա մասին, այսօր ես կերել եմ օրինակ ձուն, ավոկադո կամ այսօր ես կերել եմ չիայով, չգիտեմ, ինչ-որ մածուն կամ ջուր եմ խմել չիայով, խոսքը գնում է ամեն օրվա սովորությունների մասին, ինչպես ենք մենք սկսում մեր օրը, արդյոք տալիս ենք օրգանիզմի բավական քանակության սպիտակուցներ, վիտամիններ, բջջանյութ եւ գրեք 3 օրվա ընթացքում ինչպիսին է եղել ձեր նախաճաշը։ Այս 3 հարցերին եթե դուք պատասխանեցիք, ես կարող եմ ձեզ հստակ ասել ինչու՞ն է պատճառը, որ քաշը չի իջնում, նույնիսկ եթե դուք ինչ-որ մի բան փորձում եք անել, նույնիսկ եթե դուք լրիվ հրաժարվել եք հացից, քաղցրից կամ ինչ-որ խմորային ուրիշ սնունդից, այս 3-ը շատ կարևոր են։ Եթե ձեզ հետաքրքիր է իմանալ ավելի, ինչպես են նիհարում մեզ դրանց հետ բաժանորդագրվեք ինստագրամյան էջին Ռուզաննա 93-94-ով հետևեք մեզ։